46 տարի առաջ Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ին դեկտեմբերի 22-ին դա դեռ ոչ մեկ մինչև հիմա չգիտի ծնվեց մի շատ յուրահատուկ մարդ, որը իմ հայրն է։ Սարգիս Գրիգորյանը 46 տարի առաջ ծնվել է։ Այս վլոգը իմ մասին է։ Գնացինք։ Այսօր իմ ծննդյան օրն է։ Ինքան ուրախ եմ չեք պատկերացնում։ Նույն ես ինչ եք արել։ Տեսումը։ Եթե ես այսօր լավ էմոցիաներ եմ ապրում, ուրեմն դա արդեն ամենալավ ծնունդ։ Իսկ հիմա նորմալ սկսում եմ։ Բարև բոլորին, իմ շատ սիրելի պապայի ծնունդն է։ Իմ պապան դարձավ 46 տարեկան, մինչև հիմա չեմ հավատում։ Ամենակարևորը ծնունդից առաջ ես պետք է հասկանայի ինչ եմ պապային նվիրելու։ Իմ պապան նենց մարդ է, որ իրան դժվար կլինի զարմացնել, չգիտեմ, ժամացույց առնելով կամ ինչ-որ ուրիշ բան առնելով։ Դրա համար ես ուզում եմ ինչ-որ մի կրեատիվ, անենց բան սարքել, որ պապաս գար, որ ես դրա մեջ սեր եմ դրել ու հոգի։ Այլոք եկով որ Ամերիկայում ապրում, խնդրում եմ այս օրդերը վերցրեք, շատ լավն է։ Ես դες մտածում էի ու չէի հասկանում ինչ անել, դրա համար որոշեցի Instagram-ում ապրոս անեմ ձեզ, հետաքրքրում էր դուք ինչ կասեք, եւ ունենց կրեատիվ ու տարօրինակ բաներ դուք գրեցիք։ Մեկ էլ տեսնում եմ, որ մամային ինչ-որ իր էլի Ամազոնից ու ուրիշ տեղից ինչ-որ պասլուկա եկել, մաման շատ է պատվիրում, սենց բաներ ու իրան գալիս են տուփով։ Ու ես որոշեցի, որ այս տուփը ես հիմա սիրունացնելու եմ ու սարքելու եմ ամեն ինչ պապայի մասին։ Հետո հասկացա, որ պետքա պապայի նկարները տպեմ։ 4 and then the rest of them are 2. Thank you, okay։ Պապա դու հիմա էլ է շատ սիրում, բայց այս քո prime era-ն էլ այս։ Մեծ նայեք, ну что за красавчик։ Ստումա պապայի դուրը շատ կգա։ Այս պապայի մաման է, իմ տատիկը սիրուն է ստացվելու, որտեղ ես սրա մեջ սեր եմ դնում։ Շատ սիրուն է ստացվում, համել ես վարդագույնն էլ դաժե սազում է, շատ վառ է, այդ նշանակում է, որ շատ վառ կյանք է պապային մնացել ապրելու։ Նայեք, ստեղ սենց հավես բան եմ արել, գրել եմ to the best ու վսո, սենց լիքը բաներ եմ գրել, որոնց որ պապային ստենք, որ ինքը շատ լավ մարդ է ու լիքը բաների մեջ ինքը he's the best։ Հետո ստա գրած է open me, հեսա open me։ Ինքը բացելու է ու քանի որ սկիզբը դա մարդու կյանքում դա մանկությունն է, ստեղ դնել եմ պապայի փոքր ժամանակվա նկարը ու ստեղ գրելու եմ բարև Սարգիս, բան, ոնց որ փոքր Սարգիսը խոսում է մեծ Սարգսի հետ։ Ու ստեղ որպեսզի սենց վատ գույն չլինի, դնելու եմ այսենց թուղթ։ Դպրոցը ավելի շատ հիշեցնում է մեզ մանկությունը։ Ու սա էլ դպրոցի տետր է։ Հիմա ես ցույց տամ իմ պապայի փոքր ժամանակվա նկարը։ Ես ընդհանրապես պապային փոքր չեմ պատկերացրել, ինձ թվում է փոքր պապան էլ պրոստը այն պապան է, որ մի քիչ ավելի ցածր է հասակը, բայց ինքը նույն դեմքով է, բայց հեսա իմ սիրուն պապան հեսա։ Էս իմ պապան է եղել, էս փոքր մարդը իմ պապան է եղել։ Ու մի օր ես էլ եմ սենց մեծանալու, իմ նկարները նայեմ ու ասեմ ես եմ եղել։ Այն ողնալու բան է կյանքը։ Ինչ եմ ուզում մեծանամ։ What's good, guys? Մեզ չես նկարում։ Ոյ, извините։ Այս համար ես էլ բլոգեր չեմ։ Okay, հիմա Յանան, քանի որ ես ասել եմ մեր վլոգում, որ Յանան շատ լավ հայերեն գրում, շատ սիրուն է հայերեն գրում։ Հիմա Յանան կգրի պապայի նամակը։ Ոնց սկսենք։ Բարը, ինչքան ես մեծած, ոնց սկսենք, ոնց սիրուն կլինի։ Սակ։ Չէ, սակ, պապան իրան սակ չեր ասի։ Այս փոքր սակոն, այս գրում է 46։ Այս ինչքան ես մեծացել, հասել ես իմ բոլոր երազանքներին։ Հա, շատ հուզիչ նամակ ստացվեց։ Դու կարծիք պապան կհուզի ես կարդալու։ Պապան մեկ նենց է լինում, որ ամենա այն պահերին, որ ընդհանրապես չենք սպասում, որ հուզվում է, մեկ էլ լինում է, որ մեզ 100% թվում է, որ կհուզվի, ինքը չի հուզվում, так что պապան չիլավեք զագատկա։ Չգիտենք ինչ իրային սպասենք։ Շատ սիրուն է ստացվում։ Սենց պապան սենց սկզբում սենց տեսնելու այս վարդագույն գույները, հետո բացելու է ու տեսնի իրան փոքր ժամանակ, իրան մամային կբացի եւ ստեղ մեծ սիրտ են դնելու ու ստեղ կողքերը տարբեր նկարներ։ Հետո եկանք տուն ու պապան այդ օրը աշխատում էր։ Պապան հիմա գործի է ու մի ժամից մոտավորապես գալու է ու մենք իրան սուրպրայզ ենք անելու, գնացել ենք փուչիկ ենք առել, տորտիկ ենք առել, մոմեր ենք առել, լիքը բաներ ենք առել։ Ես ու մաման գնացինք ու փոքր խաղալիք առանք։ Այս խաղալիքը կդնեմ։ Մամուլ է տարչուկը։ Հեսա։ Այս
Ուսա։ Դուք հասկացաք։ Նստած, այս պապայի սպասում ենք տորտիկով։ Դուրը փակել ենք, որ հենց պապան մտնի, մենք զգանք, որ ինչ-որ մեկը մտել է։ Ու մեկ էլ մտավ։ Մարդու չկա, բարև։ Happy birthday! Պապա։ Ինչ սիրուն ես գրել, պապ ջան, ծնունդը շնորհավոր։ Ոչ բոլոր պապաներն են ուզում հասկանալ իրենց երեխաներին, լսել եւ իրենց կարծիքը հաշվի առնեն, բայց դու միշտ եղել ես մեզ ընկեր, ում կարելի է վստահել եւ կիսվել զգացմունքներով։ Դու քո 20 տարիներ նվիրել ես ինձ, Էվան եւ Նարեին, եւ ես բառեր չեմ կարող գտնել, թե ինչքան շնորհակալ եմ քեզ, որ եղել ես հիանալի հայր։ Շնորհակալ եմ քեզ, որ եղել ես հիանալի հայր։ Եղել ես թե կաս։ Էնի ասма լույսերի մեջ մնաս, ես մեկն ասե եղել։ Anyway։ Շնորհակալ եմ, որ այնպես ես արել, որ հպարտությամբ ասեմ, որ դու իմ հայրն ես։ Ամենակարևորը շնորհակալ եմ, որ դու փոխվել ես մեր համար։ Դու ցույց ես տալիս քո ուժեղությունը եւ սերը դեպի մեզ։ Դու կատարել ես քո ամենակարևոր պարտականություններից մեկը, դու մեզ ծանոթացել ես Աստծո հետ։ Վաու, ինչ լավ էր։ Պապ ջան, ուզում եմ, որ միշտ երկար ապրես, միշտ լինես մեր կողքին։ Ուզում եմ, որ միշտ հիշես, որ դու մենակ չես։ Ուզում եմ, որ հասնես քո բոլոր նպատակներին։ Ես չեմ էլ կասկածում։ Անկեղծ ասած, ես ուզում եմ, որ իմ ապագա ամուսինը լինի քո պես ուժեղ եւ պատասխանատու։ Միշտ եղիր ուրախ, երջանիկ, առողջ ու ուժեղ երկու ղեյով։ Ապրես որպես պապա, սիրում եմ քեզ։ Ես քեզ կարեմ սիրում։ Գերում ա։ Լեզերագիրը նայեք երեխուս, սես բան չկա։ Պապա։ Oh my god։ Այս քո փոքր սակոն քեզ նամակ ա գրել, ուզում եմ, որ դու կար։ Սաքսուլիկից սաքսին։ Օ, ես ինչքան եմ մեծացել։ Հասել եմ իմ բոլոր երեխաներին։ Ես տեսնում եմ ինչ սիրուն ընտանիք ես կազեն, ինչ սիրուն են աղջիկներդ։ Եվ ինչքան ես սիրում կնոջդ, ապրես, որ այնպես ես արել, որ աղջիկներդ չեն անցնում են դժվարություններով, որով ես եմ անցնում։ Իդեպ, մաման ու պապան հպարտանում են, ասեն, որ շատ նման ես քեռին, իր նման ուժեղ ես ու ընտանիքասեր։ Ինչքան էլ ուզես, մեծ եւ լուրջ երևաս, ես եմ եկեկա մեջ կամ էլի եմ ասում, շնորհակալ եմ քեզ, որ դարել ես այն մարդը եւ հայրը, որ ես միշտ երազել եմ լինել։ Օ, սիրում եմ մեզ շատ, մեր ծնունդը շնորհավոր։ Լուրջ, ես ինչ եք արել։ Տեսում Պապան դրանից շատ ուզվեց ու ես էլ շատ կուզվեի, եթե իմ աղջիկները ապագայում ինձ նվերանին, պրոստը այդ աշխարհի ամենալավ նվերն է, որովհետև այդտեղ դրած է հոգի ու սիրտ։ Ոչ թե դու գնում ես ուղղակի փողով ինչ-որ բան ես առնում ու նվիրում ես, դրա մեջ դրած է ժամանակ, ամենակարևոր բանը։ Մամասա, ես իմ սիրած ֆիլմն է Խիժնան։ Ես իմ սիրած դերասանն Անդրեյ Միրոնովը։ Դեռ սակոն առաջինն է։ Ստա առաջին անգամ բեմ եմ բարձրացի։ Ես Սևակը, Ֆրունզը, Թումանյանը։ Ես Աստված։ Ես Ջիջի Թվիքսն է։ Ես Նարենա։ Սր դու ես սրտիկ։ Շուտը ես միշտ մամայի մասին մոռանում եմ։ Իհարկե, իմ սիրելի մաման, պապայի սիրելի կինը պետք է պապային մի շատ լավ նվեր նվիրեր, որը հիմա պապան ցույց է տալիս։ Ինքը ընդհանրապես միշտ ասում է իրան ինչ ա պետք, երբ ա պետք, ոնց ա պետք, ու այսօր նույնպես բացառություն չի։ Այսօր մեզ մոտ տենց կարևոր իրադարձություն է, Music Awards-ն է, ու առավոտ Սաքոն զարթնեց, իր ծնունդին մնացել է 8 օր։ Ասաց կլինի այսօր իմ նվերը տակ։ Իսկ կլինի։ Որտեւ ուզում եմ անպայման այս միջոցառմանը ինքը կրի։ Որտեղից ես նվերը առնելու։ Ռեգոմեշից։ Մի հատ այս երկուսը ցույց կտակ, այս ծևերը։ Այս հեվնոցը շատ խորհրդանշական է, որովհետև ամեն մի ոնց է շրջանակի վրա գրված է ընտանիք, հավատք, տուն, երջանկություն, սեր։ Ստեսություն։ Հիմա մեր պապային գտնենք։ Պապա։ Այ գնաց։ Պապասի մի վարքյան մենք համար նվեր ունենք։ Ինչ լավ է։
Պարտադիր հիմա պետք է։ Որտեղ դու պարտադիր այսօր ուզում ես այդ բրասլետը հագնել։ Այդ այսօր կհագնեմ։ Այդ ինձ հետաքրքիր մարդ է էլի։ Բայց հեշտ է, գիտեք, որ ապրում ես մի մարդու հետ, ով որ քեզ հստակ ասում է ինչ ա ուզում, այլ դու չես սկսում մտածել։ Շատ սիրուն բրասլետ, ու գտի պապ քեզ շատ ասում այդ բրասլետը։ Ու մամա ապրես որ լսում ես պապային ու իր համար անում ես այն ամեն ինչ որ ինքը քեզ խնդրում է։ Մենք հիմա Արցախ փողոցում ենք եւ դա զուգատիպություն չի, քանի որ այս ամբողջ վլոգը իմ պապայի մասին է, իսկ իմ պապան արմատներով Արցախից է, հիմա դիմավորեք Սարգիս Գրիգորյանին։ Hello papa։ Hello բալես։ Շնորհավոր ծնունդդ։ Thank you։ Շնորհավորել եմ էլի եմ շնորհավորում։ Ու կստати դուք եք չմոռանաք շնորհավորեք պապային, որ պապան իրան լավ զգա։ Պապա, մենք ունենք քեզ մի հետաքրքիր հարցեր, որ ուզում ենք դու պատասխանես։ Պատասխանեմ։ Okay։ Քեզ չի վախեցնում այն փաստը, որ դու 46 տարեկան ես։ Ոչ։ Ուրախացնում է։ Չեմ ասում որ ֆունկցիան մեջ եմ, բայց այնուամենայնիվ ես շատ լավ եմ զգում, Աստծուն փառք։ 20 տարեկանի ոգի ունեմ։ Քո նվերը քո դրու եկավ։ Հրաշք նվերը, շնորհակալ եմ քեզ։ Ընդհանրապես ինձ համար խորհրդանշական նվերն են ավելի կարևոր են։ Դապես ցանկացած պապայի համար ամենակարևորը որ երեխեն իրան ուշադրություն է դարձնել։ Մի հատ ասա, էլի սկսում եմ։ Դու իմ ամսի դեկտեմբերի 19-ին ես, տվեք 22-ին։ Այդ հարցը ինձ անընդհատ են տալի, որովհետև մաման ինձ ասել է, որ ես 19-ին եմ ծնվել։ Հիմա ես բայց պասպորտից մեջ գրացա 22-ին։ Այդ խած են եղել։ Դու չգիտեմ, ես այդպես չեմ էլ հետաքրքրել, մամային ասել եմ, ասում թուրիմացություն է եղել։ Այսինքն դու կոնկրետ չգիտես երբ ես ծնվել։ Ես մամայիս եմ հավատում։ Պապա, շատ մարդիկ չգիտեն քո մանկության մասին, դա շատ չես կիսվել, չես պատմել։ Օրինակ ոնց ես նշել քո ծնունդը, երբ ասենք 10 տարեկան էիր դառնում։ Նույնիսկ ես որ անկեղծ լինեմ, ես այդպես ծնունդ այդքան լավ չենք ապրել, այդպես լավ ծնունդ չեմ ունեցել։ Թեթև ինձ ընտանիքով մի քանի հոգով հավաքվել ենք, մորքուրս ա գրել դա նա եկել, ու այդպես նշել ենք։ Այդպես ճոխ մեծ ծնունդներ ես չեմ ունեցել, որովհետև դժվար է եղել կյանքը, մանավանդ մեր ընտանիքի կյանքը։ Կուզենայի ուրիշ ձև մանկությունդ անցկացնել։ Չէ։ Չէ, որովհետև այս մանկությունն էլ ինձ տվել է այսպիսի բնավորություն։ Ամենահիշող ծնունդս 30-ամյակս է եղել, երբ որ արդեն ես կարողացա իմ ֆինանսներով, իմ ուժերով մանոնել հղի երկեզնով։ Ես կարողացա իմ ընկերներին ու հարազատներին հրավիրել ռեստորան, մաման էլ կամ մյուս տարի մահացավ մաման։ Ու այդ բոլորս միասին էինք ու հրաշք ծնունդ արեցին։ Իսկ հետո արդեն սկսվեց Արտիցյալնի պապայի 46-ամյակի ծնունդը։ Եկեք ամեն ինչ պատմեմ։ Քանի որ մեր պապան շատ է սիրում Սան Դիեգոն, ինքը ասաց, որ կուզենար իր ծնունդը նշել Սան Դիեգոն։ Մենք էլ իհարկե լսեցինք, որտեղ իր ծնունդն է, ինքը պետք է ամեն ինչ լինի իր ուզածով։ Ու տենց հավաքեցինք մեր իրերը ու գնացինք Սան Դիեգո։ Բարի լույս բոլորին, այսօր իմ ծննդյան օրն է, ինքան ուրախ եմ չեք պատկերացնել։ Ջուրը լավն է, օվկիանոսի ափին ենք, օй հրաշք, ընդհանրապես ինչքան մեծանում եմ, այդքան հասկանում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը մարդկանցից կախված լինելն է, մարդկանց կարծիքներից կախված լինելն է։ Ու փառք Աստծո ես մի տարվա մեջ հասկացել եմ, որ պիտի ապրեմ իմ համար։ Ծանոթ չի էստեղ են մեր հին ֆոլոուերներ։ Մենք Սան Դիեգոյի մեջ վլոգ ենք նկարելով կարելի ասի։ Սան Դիեգոն շատ սիրուն քաղաք է, լիքը սիրուն տեսարժան վայրեր կան, այդ սիրուն ստատուան, որտեղ համբուրվում են, շատ սիրուն է։ Կստати, ով չի նայել մեր են վլոգը Սան Դիեգոյում, անպայման կնայեք, այնտեղ մենք շատ սիրուն ցույց ենք տալիս Սան Դիեգոն։ Ես ու պապան գնացինք վազեցինք։ Գիտեք, ես կարդացել եմ, որ այն մարդիկ, ովքեր վազում են, իրանք ավելի շատ են ապրում, ավելի երկար են ապրում։ Համաձայն ես։ Որտեղ իրանք վազում են իրաց առողջության համար, վազում են իրաց երազանքների համար, վազում են իրաց նպատակների համար, ու ուղղակի առողջություն դառնում են ու վազում են։ Պապա, քո կարծիքով լավ ծնունդը ինչի մեջ է կայանում, ինչ ես դու կոչում լավ ծնունդ։ Հիշվող ծնունդ։ Իսկ ռեստորան գնալ հաց ուտելն է քո համար։ Չէ, էմոցիան։ Օրինակ, տեսար, դու ինձ լացացրեցիր, երբ որ նվեր տվեցիր, էմոցիան։ Մենք ցավոք սրտի այս դարում սաղ ճոխությանը ու հյուրերին
գոհացնելու վրա են գնում, այո։ Եթե ես այսօր լավ էմոցիաներ եմ ապրում, ուրեմն դա արդեն ամենալավ ծնունդն է։ Այո, վազելուց իրար հետ մրցեցինք ու իհարկե ով հաղթեց ես։ Старостный в радость. Кто устал? Я стара, тебе 46 лет. Արի վազը։ Հետո գնացինք ջիմ։ Ստուծորագոնո։ Հիմա ձգումները։ Ֆայ մաման ջան։ Ես ճիշտ է պապայի պես չեմ կարողանում այտենց անեմ, բայց կարողանում ինձ պահելու։ Եկեք ծնենք քանի վայրկյան։ Թռի։ 4, 5։ Մի արա դες չանես։ Դες ավելի եմ ստրեսան։ Բնոխոք, ինչ դժվար է այդ բանի վրա ձեզ պահել։ Գրեք կոմենտներում, որ ջիմ գնում ա, քանի վայրկյան եք կարողանում դες պահել, որտեղ լուրջ շատ դժվար է։ Վայ։ 19։ Ու երեկոյան եկավ ամենակայվ մասը, որ ենք սիրուն շորիկներ, ես էլեգանտ շորիկ հագա, իմ սիրուն SSR-ի կոշիկները հագա, մազերը սիրուն սարքեցի, պատրաստվեցի ու ժամանակն էր գնալու ռեստորան։ Մենք սիրուն տեղ է, սա ձեզ ցույց կտամ, ով որ սենց old money է սիրում, սենց էսթետիկա է սիրում, իրա դուրը շատ կգա։ Happy birthday, dear Sarkis։ We're gonna run out of space. Thank you. Բայց գիտեմ, դուք զգում եք, որ ծնունդ է ինչ-որ, ես չեմ զգում։ Հենց այսպիսի ծնունդներ եմ արդեն սիրում, արդեն հոգրել եմ այդ ռեստորանային ծնունդներից։ Okay, շնորհավոր սիրելիս ծնունդդ եւս 1 տարով իմաստացար։ Շուտով 50 տարեկան ես դառնում շնորհավոր։ Դեսի ջահել եմ զգում։ Ջահել ես Սկսում 25-27 տարեկան ես դու։ Երևի 20-30 անջան քեզ անսահման շնորհակալ եմ, որովհետև դու իմ էներգիան ես։ Ու այդ էներգիան եթե չլիներ, ես այսքան սխրագործությունների չէի գնա, անկեղծ եմ ասում։ Քո դերը անսահման մեծ է, Աստծուն անսահման շնորհակալ եմ այս հրաշքներիս համար, 3 աղջիկներիս համար։ Մեկը մեկից խելացի, մեկը մեկից հզոր, մեկը մեկից գիտակ, ոնց որ գիտեք ոնց է, այ ինչպիսին պիտի լինի երեխան, այդպիսի եւ ակտիվ եք, եւ հասկացող, Բայց ես օրնես եւ հարգող։ Չէ, ես շնորհակալություն, բայց ես դրա համար եմ այսօր այստեղ նստած ու sense կարմիր թշերով, դրա համար որ դուք կաք։ Գիտեք, որ կյանքում սենց մոմենտ է լինում, սենց նստած ես ու հասկանում ես, որ ես այն ամեն ինչն է, ինչ որ քեզ պետք է, ինչ երջանկություն է, ես նայում էի ոնց է մաման սենց էմոցիաներով ինչ-որ պատմություն պատմում, ոնց է պապան ծիծաղում, ոնց է յանան ուտում, ես հասկանում եմ, որ ես շատ եմ սիրում իմ ընտանիքին, Փաուտելիքը ինչ համով էր, այդ ստեյքը, այդ սոլոտները, կարծես հիմա հիշում եմ ու ուզում եմ հետ գնամ, դրա համար եկեք շատ դրա մասին չխոսանք։ Հիմա պապ, ոնց որ դու սիրում ես կարճ կոնկրետ, ես քեզ հարց եմ տալիս, արագ մաքսիմում 3 բառով պատասխանում ես։ Փնութագրի քո 20 տարեկանը։ Արագ, շատ արագ, դու այդ կամը դաստացում։ Կայծակ տղա է։ Կայծակ։ Հա, ակտիվ։ Մի բան որ հասկացար 20 տարեկանում։ Ոչ մի բան էլ չհասկացա։ 30-ը։ 30 տարեկանում սկսեցի հասկանալ, որ արդեն պիտի լրջանամ։ 40-ը։ 40-ում արդեն լուրջ տղա է, 40-ում արդեն դուք կայք ու դուք շատ բան եք ինձ սովորացրել։ Ու ասում ենք շնորհակալ եմ, որ ինձ աղջիկներ ա տվել։ Ամենակարևոր տարիքդ քո կարծիքով որ լիքը բան հասկացար կյանքից։ Չգիտեմ, դեռ կա։ Դեռ կա։ Ուր ես։ Քեզ թվում է դեռ չես ասել այդ տարիքին։ Չէ, ոչ։ Ամենագունավոր տարիքդ, որ լիքը լավ բաներ են եղել հետդ։ Մյուս տարի։ Մյուս տարի։ Ինչ է մյուս տարի։ Չգիտեմ, ամենալավ տարին։ Դա տենց է զգում, տենց է կլինի։ Okay, մերսի շատ Սարգիս Գրիգորյաների ձեր ծնունդը շնորհավորում ենք, Մի հատ նորմալ պապային ասա, պապ, շնորհավոր։ Պապ շնորհավոր էլի ծնունդդ։ Մենք քեզ շատ ենք սիրում ու կարող ես հեռանալ։ Bye։ Հա, գնամ, շա։ Bye։ Սիրում եմ ձեզ շատ։ Մերսի ձեր սփորթի համար։ Ես ամեն ինչ կարդում եմ ու լայքում եմ։ Հետևեք մեր Instagram-ին, ակտիվ եղեք։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Հաջող բոլորին։